Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 23-ի համար։ Ճիշտ ասած, պատուհանը բաց եմ թողել, շատ հետաքրքիր ծիտիկների ծրվլոսներ են գալի։ Ստում է լսում եք, հանգիստ է այս մյուս կողմը, մեքենաներ չեն անցնում, հուսով եմ չի խանգարի, ինչ-որ ձայներ չի գա, դե կտեսնեմ, եթե ձայներ չի գայս, որովհետև այստեղ ծառեր կան և միշտ ծիտիկները ծրվլում են շատ եղեցիկ։ Նա բացի դա էլ ամառ է գալիս և լավ կլինի, որ պատուանը գոնե մի փոքր բացվի, որտեղ անհնարին կլինի 4 կողմից փակվել և նստելը։ Չնայած, որ դեռ սառնություն կա, դեռ այս կողմերը սառն է։ Ահա, տեսնենք, գնանք մայիսի 23-ի կանխատեսումը, ինչ է բոլորի սպասվում, կանխատեսումը դա տարվա ծնվածների համար է միայն։ Գնանք առնետների։ Ինչ է սպասվում առնետների մայիսի 23-ին։ Ինչ-որ մանր խնդիրներ են, նաև կորուստա կարող է լինել, տեսնենք ինչ է։ Խնդիրները կարող են լինել օտար երկրի հետ կապված, ձեր ցանկությունները կատարվելու այդ ժամանակ, այդ պահին, նաև դա կարող է լինել օտար երկրում ինչ-որ մեկի մոտ է այդպիսի խնդիրներ, ոնց որ մարդը հույսն է կորցնում, որ կհասնի այդ ցանկությունը։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք, որ ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ կամ նոր ծանոթություն է, նոր ընկերներ ձեռք կբերեք այդ օրը։ Եվ բավականին առույգ կլինեք, այս ու այն կողմ կգնաք, ճանապարհներին շատ կլինեք, դրա համար ուշադիր եղեք նաև ինչ-որ մի բան, ինչ-որ դետալ չկորցնեք։ Եվ նաև այդ օրը հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, ինչ-որ գործեր կանեք, ինչ-որ նաև երկար ճանապարհ է սա, որ կարող եք գնալ, ծանոթություն, կփորձեն ձեզ հետ ծանոթանալ կամ դուք ծանոթանաք, ինչ-որ նորություններ կլսեք, ինչ-որ բաներ կպատվիրեք, որոնք կբերեն ձեր տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, իհարկե տարվա ծնված ցուլերի մասին է խոսքը։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 23-ին։ Այդ օրը կարող եք առիթ ունենալ, ծնունդ, կնունք, նաև կարող եք հասարակության մեջ լինել, ավելի շատ դուրս գալ մարդկանց մեջ, գնալ այգի, գնալ ինչ-որ տեղեր, կամ հասարակական գործունեությամբ զբաղվեք, խոսեք, ելույթ ունենաք, դե ոնց էր արջարշավը, չէ, ոնց էր ասում, մի խոսքով էդրաշարվ, դրանից է և կարող եք մասնակցել, տեսնենք, ով է այս աղջիկում հետ կարող եք հանդիպել, շփվել, այստեղ հնավ է ձեր աղջիկն է, ձեր թոռնոին է, կամ իմանում եք հղի է, կամ իր մոտ ինչ-որ նոր բան է սկսում, իրար հետ կարող է նոր ինչ-որ գործ եք սկսում, ընդունում է ձեզ աշխատանքի և իրար հետ սկսում եք աշխատել։ Նաև կարող է ձեր աղջիկն է և ուզում է նոր բիզնես սկսել, նոր գործ սկսել ինքը մենակ։ Դե հղիությունը ծննդաբերություն է, միգուցե բժշկուհին է, գալիս է, տեսնում եք իրար, կամ երեխաների հետ է կապված, ուսուցչուհին է կամ մեկ այլ հարց, այդպես տեսնում եք իրենց։ Կամ ձեր աղջիկը կարող է գալ թոռների հետ, ձեր տուն։ Նաև խորամանկություն կա այդ օրը, կամ դուք եք լինելու խորամանկ մի փոքր, կամ մարդիկ կան, ովքեր որ խաբեբան, ովքեր որ խորամանկ են, դրա համար ամեն ինչ մի պատմեք, ամեն ինչ այդպես հալած յուղածի պես մի վստահեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։
Ինչ է սպասվում վագրերին մայիսի 23-ին։ Այդ օրը ոմանք շատ աշխատանք կունենան, կընդունվեն աշխատանքի, բարձրունք նաև աշխատանքում, կարող այցելել նաև ռեստորան, բայց նմանատիպ վայր, կինո, թատրոն, որտեղ որ տոմս եք գնելու եւ մտնեք։ Մենք գիտեմ, որ լավ կինոներ կան, մենք է գնացինք, այն կինը, ով որ մոդելային գործակալություն ունի, ինչ չգիտեմ, խոսքով այդ դիավոլն չէ, ասում այդ կնոջը, խոսքով այդ ֆիլմի երկրորդ հատվածն էր, չգիտեմ, մենք էլ ենք գնացել, միգուցե, տեսա, որ Հայաստանում եկա, միգուցե դուք էլ եք գնում շաբաթ է, այդ օրը նաև ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, շատ կլինեք ձեր ծնողների հետ, եւ հանդիպում, շփում կունենաք որևիցե աղջկա կամ կնոջ հետ, տեսնենք ով է։ Դե այստեղ մեր աղջիկ են միգուցե իրար հանդիպում։ Երկու քույր եք միգուցե իրար հանդիպում։ Մի խոսքով ինչ որ կին է, ով որ կապված է ոչ կնոջ հետ։ Եթե այսպես վերագրենք, հա, եթե դուք չեք։ Դուք եք եւ ձեր քույրը, դուք եք եւ ինչ որ մեկը։ Այսքանը ձեզ համար կամ ձեր աղջկա, օրինակ սկեսուրը կարող լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ձեր խնամին այն։ Գնայինք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 23-ին։ Կայունությունը, որը մտնում է ձեր կյանք, ինչ որ ոլորտ է կայունանում, այլևս ոնց որ չեք անհանգստանա այդ ոլորտի համար, որտեղ կզգաք, որ նորմալացավ, ինչ որ այդ պահը, նոր կյանք կսկսեն ոմանք, նոր հարաբերություններ, նոր աշխատանք, նոր ծանոթություն, նոր բիզնես նաև, նոր գործունեություն, ոմանց համար սա հղիություն է, ծննդաբերություն է, նաև երեխաները կարող են գալ ձեր տուն, թոռները գալ ձեր տուն, կամ իմանաք, որ թոռ եք ունենալու, նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Այդ կինը հաջողություն է բերում ձեզ, կամ ինչ-որ մի լավ բան է անելու ձեզ համար, մի լավ բան է ասելու, այդպես հաջողակ։ Իր մոտ է հաջողություն եւ ոնց որ իմանում եք այդ օրը։ Ու ձեր մայրն է, որտեղ այդտեղ մեծ կին է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապների մայիսի 23-ին։ Ոցեր կան նախանձ մարդիկ, չար մարդիկ, այդ օրը ձեր շրջապատում ուծություն կարող են անել, սա նաև իմաստություն է, սա ձեր իմաստությունն է, որ այսինքն այդ օրը ավելի իմաստուն եղեք, ինչ որ հարցին լուծում տալու համար։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, կամ նոր ծանոթություններ կունենաք, նոր շփումներ, նոր ընկերներ ձեռք կբերեք, եւ հաջողակ օր է, ինչ որ բան հաջողությամբ կավարտվի, ինչ որ բան կանեք եւ այն հաջողություն կտա ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մայիսի 23-ին։ Փոփոխություն է մտնում ձեր կյանք, ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ երկիր ապրելու համար, մեկ այլ քաղաք, մեկ այլ տուն, դա լինի ձեզ մոտ փոփոխությունը, ոմանց մոտ նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, այդպես փոխվի նաև ձեր օրը, ձեր առօրյան,
ինչ-որ գլոբալ փոփոխություն է, ոնց որ մարդու մոտ ինչ-որ բան է փոխվում, մարդու մոտ ինչ-որ մի բան կլինի։ Զարգացում ունեք, առաջ խաղացում, նաև անակնկալներ, նվերներ, ուրախ պահեր, բարձր տրամադրություն, նաև կարող է դա ծնունդ է, գնում եք ծնունդի, նաև ժամադրություն է, որը եւս էլի հիանալի կանցնի։ Կայունություն է մտնում, միգուցե հարաբերությունների մեջ, միգուցե այդ փոփոխությունը, հա, ձեզ կայունություն է բերում, ոնց որ տեղափոխվում եք մեկ այլ տեղ եւ ավելի կայուն է, ամեն ինչ ավելի լավ է, ավելի դե ոնց որ մտածելու բան չկա արդեն։ Թեկուզ նաև հարաբերություններ այստեղ, եթե խնդիրներ կային, ապա հարաբերությունները եւս կայունանում են, եւս նորմալանում են։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մայիսի 23-ին։ Ոմանց ամուսության առաջարկ կանեն, դուք կանեք ամուսության առաջարկ, հրավերք, հարսանիքի, նշանադրության, նաև գործարք կարող է դա լինել, գործարք եք կնքում այդ օրը, ճիշտ է շաբաթ է, բայց ամեն ինչ հնարավոր է, դա կարող է ներքին գործարք է, աշխատանքային պայմանագիր է, կամ այդ օր այնպիսի գործ պետք է անեք ցիկլային, հա, ոնց որ անընդհատ անում եք։ Բավականին առիթ կլինեք, այսօր այն կողմ շատ կգնաք, գուցե նաև հյուրեր եք ընդունում, դուք եք գնում հյուր, եւ նաև ինչ-որ բաներ կարող եք պատվիրել, բերեն, տան ձեզ։ Եվ ծանոթություն է սա, դրսում կարող են փորձել ձեզ հետ ծանոթանալ, խոսացնեն ձեզ, կամ դուք։ Նաև ոչ է գաղտնիք կբացահայտվի ոմանց մոտ, ուսմամբ կզբաղվեք, գրքեր կարող եք կարդալ, նաև կյանքի էջը կփոխեք, ուրիշ ձև կամ ինչ-որ ոչ է հարցին ուրիշ ձև կնայեք, ուրիշ ձև կընկալեք, ուրիշ ձև արդեն կսկսեք ապրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 23-ին։ Այդ օրը ուրախ պահեր, անակնկալներ, նվերներ, ոմանց համար ժամադրություն կարող է լինել, ոմանց համար ինչ-որ գործեր են ծաղկում, առաջ գնում, ամենայն դեպս կարող է ծնունդ է եւ այդպես անակնկալներ եք անում, նվերներ, ծաղիկներ, շատ զրույց, շատ խոսակցություն տանը, տան անդամների հետ, կնստեք, կխոսեք, կբամբասեք, միգուցե նաև լեզվակռիվ է սա, եւս ուշադիր եղեք, եւ բամբասանքներ, միգուցե ձեր հասցեին, ձեր այդպես ընտանեկան կյանքին, ընդհանուր ընտանիքին է վերաբերվում, եւ ոմանք տան գործերով կզբաղվեն, տան գործեր կանեն, հյուրեր կընդունեք, միգուցե առիթ է տանը, այդպես ծնունդ է ինչ-որ մեկի, նաև կարող տեղափոխվել, բնակարանամուտ նշել, դա մարդիկ գան, նվերներ տան ձեզ, տուն վաճառեք, տուն գնեք, ինչ-որ գործ են տան հետ կապված, ուբորկա անեք, տունը մաքրեք տակից վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 23-ին։ Շատ շփում տարբեր մարդկանց հետ, այստեղ լեզվակռիվ կարող է լինել, նաև մինչև վեճ հասնի, դա համար այստեղ ուշադիր եղեք, կանգնացրեք այդ պահերը, եթե զգում եք, որ լեզվակռիվը հասունանում է դեպի վեճ։ Դա նաև կարող է բամբասանքի խոսակցությունը ձեր հասցեին, ձեր հետևից, եւ ոմանք էլ կարող է ուղղակի տուն եք մաքրում, այդպես
տան գործերով եք զբաղված, ոմանց մոտ իրոք սա կարող է վեճ է, նաև կարող է վեճը դա լինել պետական հիմնարկությունում։ Ոմանք այդ օրը շատ աշխատանք ունենան, կընդունվեն աշխատանքում բարձրունք, նաև սա հիվանդանոց էլ կարող եք այցելել, ռեստորան, կինո, թատրոն, կարող եք նման տեղեր այցելել։ Նաև դե պատվերներ գրանցեք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունենաք, դա բանկը եւս այդ օրը դեռևս բաց է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մայիսի 23-ին։ Հանդիպում, շփում որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է այս տղամարդը։ Գուցե հեռու է, հեռվում է ապրում, գալիս է, տեսնում եք իրար, գուցե կապված է հեռավորության հետ, դրսի հետ։ Նաև կարող է ձեր ցանկությունն է իրականացնում, օգնում է ձեզ հասնել ձեր ցանկությանը։ Սա նաև ճակատագրական հանդիպում է ոմանց համար։ Այդ օրը ճանապարհ եք գնալու, շատ կլինեք ճանապարհներին, այսօր կողմ կգնաք, նաև ձեր գործերը որքան հնարավոր է առաջ կմղեք, առաջ կտանեք։ Եվ բավականին այստեղ եւս դա է ասում, որ առույգ կլինեք եւ կկարողանաք ձեր գործերը անել, ինչ-որ բաներ կարող եք պատվիրել, բերեն տան ձեզ։ Նաև դա կարող է լինել հյուրեր, դուք գնաք, ձեր տուն գան, խոսակցություն շատ, նաև դա մարդը առույգ է, եւ սա նաև դրսում կարող են փորձել ձեզ հետ ծանոթանալ, կամ դուք ինչ-որ մեկին տեսնեք, հավանեք եւ փորձեք մոտենալ։ Նորություններ նաև կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին մայիսի 23-ին։ Այդ օրը բավականին առիթ կլինեք, շատ ճանապարհներին կլինեք, կարող տեղափոխվել, մեկ այլ տուն, մեկ այլ բնակարան, ձեր գործերը առաջ կմղեք, նաև գաղտնիք կբացահայտվի, ոմանք ուսմամբ կզբաղվեն, միգուցե դա է, սովորում եք եւս 1-2 քննական հարց առաջ եք տանում ձեր գործերը, նաև կարող է լեզու եք սովորում։ Փոխում եք ձեր կյանքի էջը, փոխում եք եւ ուրիշ ձև կարող եք ապրել, ավելի իմաստուն, ավելի օցերից հեռու, ամեն ինչ կարող է նաև այստեղ իրոք տեղափոխվում եք մեկ այլ հասցե եւ այդ բոլորից հեռու եք լինում, նոր կյանք, նոր ինչ-որ բանի սկիզբ։ Դե կարող է նաև այդ օրը ուղղակի օցեր կան եւ օցերով եք շրջապատված այդ օրը։ Դե այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մայիսի 23-ին։ Երկու քարտ դուրս եկավ, ոչինչ կարող է այստեղ խոսակցություն ունենաք, խոսեք շատ օտար երկրի մասին, օտար երկրում ապրող ձեր հարազատների հետ, նաև լեզվակռիվ է եւս կարող է լեզվակռվի մեջ լինեք, կամ ձեր ցանկություններին հետևից եք գնում եւ այդ ցանկության հետևից գնալը ինչ-որ բաներ եք անում, մարդիկ նկատում են դա եւ կարող է բամբասում են այդ մասին։ Խոսում են, որը ինչ էր անում, եսի ինչեր, բայց դե դուք գնում եք ձեր ցանկության հետևից։ Այդ օրը շատ կփայլեք, միգուցե աստղի նման փայլում եք եւ դրա համար եւս էլի խոսակցության թեմա է լինում։ Կարող է ներսից է փայլը, կարող է դրսից է փայլը, ինչ որ բաներ եք հագնում։ Բայց բավականին այդպես կատաղած կլինեք այդ օրը։ Կամ անհանգստանում եք ինչ որ մեկի համար, կամ
կողը այստեղ իրոք լեզվակռիվի հետ կապված ինչ-որ բայր են, դրա համար դեռ շարունակվում է, բորբոքված եք եւ մարդկանց եք ուզում վիրավորել։ Դե տեսնենք կանցնի։ Այո, կանցնի բորբոքվածությունը, միգուցե դուք վերցնեք ամեն ինչ ձեր ձեռքը, հա, ձեր նյարդայնությունը վերցնեք ձեր ձեռքը եւ ոչինչ չլինի։ Եվ թեկուզ եթե անհանգստանում եք ինչ-որ մեկի համար, ապա դա եւս, հա, ի վերջո ամեն ինչ նորմալ է, պետք չի անհանգստանալ։ Տեսնենք ով է այստեղ համար ում հետ կարող եք հանդիպել կամ շփվել այդ օրը։ Տան անդամ է, տղամարդն է, պապին է նաեւ, ամուսին, եղբայր նաեւ, եթե դուք եք մեծ, պես կարող հանդիպեք, խոսեք, շփվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։